Բարև հայերջան, այսօր ես կպատմեմ Արմանի Սուբարտու երկրի մասին, այն անկախ իշխանությունների համադաշնությունն է, որոշ այսույթ կա հենց այս համադաշնության մասին և հայկական իրականության մասին, մարդկության արարումից ի վեր ոչ ոք չի կարողացել նվաճել Արմանում երկիրը։ Այս պատմությունը հայտնի է առաջին բռնակալներից մեկին, Նարամ Ցուենի կամ Նարամ Սինի գնահատականն է մեր երկրի դեռևս Քրիստոսից առաջ 20-րդ դարում, ընդ որում նա մեր երկիրը կոչել է Արմենիա անվան նախաձևով, որը առաջին անգամ կիրառվել է նրա պապ Սարգոն Աքադացին, Աքադի թագավորության հիմնադիրը, Քրիստոսից առաջ 24-20-րդ դարերում։ Աքադական աղբյուրներում երկրանունը հանդես է գալիս Արմանում, վերջին ում մասնիկը աքադերենի հոլովական վերջավորությունը, իսկ խեթական աղբյուրներում Արմանի տարբերակներով Աքադի արքաները դեպի Հայաստան ուղղված իրենց արշավանքների մասին պատմելիս հաճախ օգտագործում են Սուրբ Սուբարտու երկրանունը, որն ինչպես նշվեց Արարատայի և Արմանի համարժեքն է։ Արմենիա անվան մեկ այլ նախաձևով Արմի տարբերակով է մեր երկիրը հայտնի նույն ժամանակաշրջանում թվագրվող Էբլայի բնագրերում։ Էբլան գտնվում է Հալեպի մոտ։ Այնտեղից հայտնաբերված Քրիստոսից առաջ 14-10-րդ դարերի բնագրերը հիշատակվում են Արմի երկրում բնակվող Հայայի որդիներ, որոնք փոխհարաբերություններ են ունեցել Էլբայի հետ։ Ի տարբերություն Նարամ Սուենի դեպի հայկական լեռնաշար ուղղված արշավանքների, նրա դեմ ձևավորվեց լեռնաշխարհի և հարակից շրջանների 17 պետական կազմավորումներ, որոնք բնագրերում կոչվում են երկրների դաշինքներ, որն առաջադրում է Արմենի երկիր։ Նարամ Սուենի դեմ միավորված 17 երկրների դաշինքը ղեկավարումը դատելով պահպանված փաստերից Արմանումից անցել է Ուրում լճի ավազանի հարավում գտնվող Լուլուբե երկրի, որի արքա Անուբանին մի քանի խոշոր հաղթանակ տարավ Նարամ Սուենի դեմ։ Նարամ Սուենը դաշնակից զորքերի դեմ ուղարկում է 3 բանակ, որոնցից ոչ մի կենդանի շունչ չի վերադառնում։ Անուբանիից մեզ է հասել ժայռափոր մի կոթող պատերազմի Ինաննա Իշթար դիցուհու և իր պատկերով։ 17 երկրների դաշինքի ղեկավարումը հետագայում Լուլուբեից անցնում է Կուտիկական կամ Կորդովաց երկրին, որն էլ վերջ դրեց Նարամ Սուենի բռնակալական իշխանությանը։ Պետական կառավարման համակարգը Արմանի Սուբուր երկրի պետական համակարգի մասին մեր տեղեկություններում շատ հարուստ չեն, սակայն չափազանց հետաքրքիր են։ Ուրի III հարստության Շուլգիի հետախուզական նամակները կարևոր տեղեկություններ են հայտնում Սուբուր երկրի մասին, որը ներկայացնում է իբրև հզոր թագավորություն։ Նամակներից մեկում հետախույզը Շուլգի արքային հաղորդում է, որ Սուբուր երկրի տիրակալ ուներ արշավանքի տուն, ներկայիս Եզրաբանույթը գլխավոր շտաբ, որի պատերը զարդարված էին թանկարժեք մետաղներից ու քարերից պատրաստված զինատեսակներով։ Տիրակալը նստում էր ոսկեգահի վրա, ոտքերը դնելով ոսկե աթոռակին։ Կային զորականներ, որոնք կերակրվում էին արքունիքի կողմից, այսինքն կար մշտական մասնագիտակցված բանակ։ Օտարերկրյա դեսպանների ընդունելության ժամանակ արքայի աջում և ձախում կանգնում էին նրա կառավարիչները, որոնցից յուրաքանչյուրը պատասխանում էր նշանակված 5000 ծառաներին։ Շուլգի արքան հանձնարարում է Սուբուրի մեծ մարդկացից, այսինքն ավագների ժողովի անդամներից իմանալ նրանց
խոսքը, ինչը ցույց է տալիս, որ պետական կառավարման մեջ դեռևս Քրիստոսից առաջ 28-ից 27-րդ դարերից հայտնի արքայից կից բարձրագույն խորհրդակցական միավորումը ավագանների ժողովը գոյություն ուներ նաև հազարամյակի վերջում։ Այսպիսով տեսնում ենք, որ Հայաստանում Քրիստոսից առաջ 3-րդ հարյուրամյակում առկա է պետական կառավարման աստվածապետական, կրոնապետական կամ թեոկրատական մոդելը, որի գլխում կանգնած է քրմապետ արքան, նրան կից գործում է ավագանների ժողովը։ Երկրում կան տնտեսական և ռազմական բնույթի հաստատություններ իրենց պաշտոնությամբ, անկախ իշխանության համադաշնության համակարգը։ Քրիստոսից առաջ 10-րդ դարից մինչև Քրիստոսից առաջին հազարամյակների սկիզբը հայկական լեռնաշխարհում գործում է պետական կառավարման յուրօրինակ մի համակարգ։ Դա անկախ իշխանությունների համադաշնությունն է, որի միավորման հիմքում հավանաբար ընկած է եղել հոգևոր էթնիկական ընդհանրություններ և ընդհանուր թշնամու առկայությունը։ Դատելով փաստերից, համադաշնության մեջ մտնող իշխանությունների առաջնորդները որոշակի ժամկետներով, ընտրությամբ կամ սահմանված կարգով դարձել են ընդհանուր համադաշնության տիրակալներ։ Նարամ Սոյանի արձանագրություններում հիշատակվում են Սուբարտուի կառավարիչների և վերին երկրների տիրակալները։ Սոյանի դեմ դաշնակիցները հայկական լեռնաշխարհի և հարակից տարածքների 17 երկրների մասին են պատմում Քութայի արքայի լեգենդա անունով հայտնի վիպերքը։ Վիպասքի համաձայն դաշնակից 17 երկրները 90,000-անոց բանակ տիրապետության տակ էին միավորում Պուրուշխադայից մինչև Էլամ ընկած տարածքները։ Նույնպիսի տարածաշրջանում ուրվագծվում է նաև Նարամ Սոյանի և իր թշնամիների՝ խեթերի բնագրում հիշատակված 17 երկրների տեղագրման վերլուծության արդյունքում։ Հայկական լեռնաշխարհի տարածքներից բնագրում հիշատակվում է Ուման, Մանդան, ծովերը, Վանա և Ուրմիա լճերը։ Գուտիում նշվում է, որ բոլոր զորքերը հավաքվել էին Սուբարտուի կենտրոնում։ Անկախ իշխանությունների համադաշնության այս համակարգը տեսնում ենք նաև Քրիստոսից առաջ 2-րդ հազարամյակում Նայրի երկրի դաշինքների տեսքով, որոնց կանդրադառնանք հաջորդ պատմության էջերով։